Զարմանալի չէր, որ անգամ Բերձորյան աբեկչությունից հետո ռեժիմը չի դադարում իրեն բնորոշ իր դեմքը ցույց տվող գործողություններ կատարելուց եւ ամեն կերպ աշխատում է խափանել մեր քայլերը, ամեն կերպ աշխատում է այնպես անել, որ մեր գործողությունների արդյունավետությունը հնարավորինս ցածր լինի։ Այս անգամ եւս դեպի Գյումրի ավտոերթի եւ այնտեղ Ժիրայր Սեֆիլյանի հետ նախատեսված հանդիպումը խոչընդոտելու քայլեր են ձեռնարկվել, ընդ որում այդ քայլերը ձեռնարկվում են առհասարակ մեր նկատմամբ հալածանքներ իրականացնելու ավելի մեծ պլանի համատեքստում։ Հանկարծ հիշեցին, որ 2 տարի առաջ իմ կինը 100,000 դրամի վարչական տուժի է ենթարկվել եւ գործատուի ամփոփության հետևանքով այդ տուժը իր աշխատավարձից չի պահվում։ Հանկարծ հիշեցին, որ տարիներ առաջ Հիմնադիր խորհրդարանի այսօրվա նախագահի տեղակալներից Հայկ Գրիգորյանը փաստաբան եղել է ինչ-որ ընկերության տնօրեն եւ այդ ընկերությունը նախկինից մնացած պարտավորություններ ունի չմարված։ Նախորդ օրը հետևել են Հասմիկ Էվոյանին տուն գնալուց ուշ ժամի։ Փաստորեն ամբողջ վարչական եւ կրիմինալ ռեսուրսը նաեւ ռեժիմը գործադրում է իր այդ նպատակին հասնելու համար։ Մենք նաեւ քրեական հեղինակություններից հստակ մեսիջներ ենք ստանում, որ մի այցելեք Գյումրի, լավ չէ դա, ճիշտ չէ, հակառակ դեպքում սպառնալիքներ են հնչում։ Դուք տեղեկացաք մեր մամուլի հաղորդագրությունից, որ հանդիպումը կազմակերպելու գյումրեցիների եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը կազմակերպելու նպատակով մեր ներկայացուցիչը փորձել էր դիմել իրազեկման համար, նրան տեղեկացրել էին, որ Թատերական հրապարակը Գյումրի զբաղված է 5-ից մինչև 20-ը կարծեմ ժառանգությունն է դիմել հավաքներ անցկացնելու նպատակով։ Մենք խնդրանքով դիմեցինք ժառանգությանը, ժառանգությունը պաշտոնապես դիմեց այդ մարտի 7-ի համար Թատերական հրապարակում միջոցառում չանցկացնելու վերաբերյալ իրենց որոշման մասին։ Եվ անմիջապես, երբ մեր ներկայացուցիչը գնաց քաղաքապետարան կրկին դիմելու եւ մեր իրազեկման դիմումը վերանայելու խնդրանքով, պարզվեց ճակերտավոր, որ իբրև թե իրենք դիմել են ժառանգությանը զուգահեռաբար եւ կազմակերպում են մանկապատանեկան միջոցառում այդ ժամերին նույն տեղում։ Ես զանգեցի պատասխանատուին ժառանգության Արմեն Մարտիրոսյանին եւ պարոն Արմեն Մարտիրոսյանը հստակ ասաց, որ իրենք որևէ դիմում չեն ստացել, ընդհանրապես եղել է միայն մեր դիմումը եւ իրենք էլ մեր խնդրանքին ընդառաջել են ու այդ տեղը մեզ հատկացնելու նպատակով հետ են վերցրել իրենց իրազեկում։ Որոշակի ճնշում է գործադրվում Գյումրիում մեր գրասենյակի սեփականատիրոջ նկատմամբ, նրան ստիպում են, որ նա լուծի մեր գրասենյակի հետ կնքված պայմանագիրը եւ որպեսզի մենք այլևս չկարողանանք այնտեղ այդ բնակարանը վարձել։ Այսպիսի հստակ պլանավորված քայլեր են կատարում, փորձելով խոչընդոտել մեր գործողությունները, փորձելով խափանել ավտոերթը։ Պետք է հասկանանք, որ սա դեռևս երևացող մասն է պլանի եւ չենք բացառում, որ ինչ-որ սադրանք են նաեւ նախապատրաստում։ Ես ուզում եմ մեր շարժման անունից հավաստիացնել, որ մենք հաստատակամ ենք ոչ ռեժիմի վարչական կատարածումների, ոչ նրա շահերը ներկայացնող կրիմինալի սպառնալիքներն ու ճակերտավոր հորդորները մեզ չեն կարող հետ պահել ազգային ազգագրական պայքարի մեր ծրագրից եւ մեր քայլերից դրան ուղղված բնականաբար մեր ավտոերթը կկայանա դեպի Գյումրի եւ ժամը 16:00-ին պարոն Սեֆիլյանի ու գյումրեցիների միջև նախատեսված հանդիպումը
տեղի կունենա մեկ այլ վայրում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարող պուրակում։ Մենք այդպիսի որոշում կայացրել ենք նաև այն պատճառով, որ անկախ ռեժիմի այս ճղճիմ քայլերից բոլոր դեպքերում միջոցառումը երեխաներին է վերաբերում եւ մենք բնականաբար մեզ չեն կարող թույլ տալ խանգարել կամ որևէ քայլ կատարել այդ միջոցառումը խափանելու կամ դրա փոխարեն մերը անելու նպատակով։ Գյումրիում եւ Շիրակում բնակվող մեր հայրենակիցներին ուզում ենք հավաստիացնել, որ մենք առավել քան հաստատակամ ենք եւ մեր ավտոերթերը ունեն ոչ միայն իրազեկման նպատակ, մենք ունենք մեկ ուրիշ նպատակ եւս, դա մեր ժողովրդին ուսադրելու, ողջևորելու, ապագայի վերաբերյալ այդ լույսը, լիցքը նրանց փոխանցելու նպատակ եւ նաեւ այդ ողջևորելու նպատակով ենք գնում Գյումրի։ Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը եւ ամեն ինչ անելու ենք այդ պատասխանատվությանը արժանի լինելու համար։ Ապրիլ 24-ի խորհուրդը մենք ազգովին վերաիմաստավորելու կարիք ունենք։ Հակառակ պարագայում այսպես շարունակելու դեպքում մենք ուղղակի կվերանանք աշխարհի երեսից եւ մեզանից միայն հուշ ու հիշողություն կմնա, եթե մնա։ Որպիսի հետագայում ինչ-որ վաճկատուններ ու ավազակներ, ինչպես այսօր Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքներն են ոչնչացնում, մեր հետքերն էլ չմաքրեն երկրագնդի վրայից, մենք պետք է սթափվենք եւ հասկանանք, որ ինչպես 65 թվականի ապրիլ 24-ին մեր ժողովուրդը կարողացավ կիսով վերաիմաստավորել օրվա խորհուրդը եւ դա դարձնել պայքարի օր, հիշատակի օր, այսօր մենք արդեն 100-ամյակի շեմին պարտավոր ենք ամբողջությամբ վերաիմաստավորել այդ օրը եւ դարձնել ազգային պետության ստեղծման եւ այդ պետության առանցքի շուրջ հավաքված քաղաքականապես կազմակերպված ազգ դառնալու եւ այդ կազմակերպված մեր վիճակով մեր ազգային նպատակներն ու իղձերն իրականացնելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու եւ առհասարակ հայությունը եւ Հայաստանը որպես սկզբում տարածաշրջանային, հետո համաշխարհային գործոն դարձնելու նպատակին ծառայեցնելու։ Օրվա ամենամութ ժամը հենց լուսաբացից առաջ է գալիս եւ այս սպառնալիքները, հետապնդումները, նաեւ Բերձորի դեպքերը դրա վառապացույցն են եւ ուզում եմ ասել, որ մենք հաստատակամ ենք, մենք հավասարակշռված, մենք մեր գործն ենք անում եւ լուսաբացը մոտ է լինելու այդ առումով, մենք գիտենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, նաեւ այս սպառնալիքներն են մեզ հուշում դրա մասին։ Մեր ավագ սերունդը ազատագրեց մեզ համար Արցախը եւ այսօր մեր նոր սերնդի վրա արդեն նոր պարտականություն դրված ունենք։ Մենք էլ արդեն այդ էստաֆետը ստանալով խնդիր ունենք նոր պետություն կառուցելու եւ այնպիսի Հայաստան կերտելու, որ եւ միավորված Հայաստան լինի եւ հզորացող ու զարգացող պետություն ունենանք եւ ամեն մեկս որպես երիտասարդ, որպես նոր սերնդի ներկայացուցիչ պետք է շատ քաջ գիտակցենք եւ սրա համար հեչ պետք չի որ փոքր խումբ մարդիկ մեծ գործեր անեն։ Սրա համար պետք է որ յուրաքանչյուրս ամեն մի երիտասարդ իր հնարավորությունների չափով ներգրավի շարժման մեջ։ Ձեզ հավատացնում եմ մենք շատ տանելիքներ ունենք, շատ գործեր ունենք եւ կարիք ունենք հենց այնպիսի երիտասարդների, ովքեր իրենց ժամանակից պատրաստ կլինեն տրամադրել նոր Հայաստանի կերտման գործում։ Արցախյան շարժման ժամանակ ասում են Երանի այն Հայաստանը, որ վաղն է գալու, իրականում այդ վաղը արդեն եկել է, մեր սերունդը եկել է ու մենք պետությունը կառուցելու խնդիր ունենք։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր հրամաններ են կատարում եւ որոշակի հետապնդումներ, բռնություններ են կիրառում, թող չմոռանան, որ գալու է ժամանակը, որ իրենք զղջալու են։ Նրանք, ովքեր հրամաններ են տալիս, ճնշումներ գործադրելու եւ կամ կատարում են այդ հրամանները, պետք է հասկանան, որ երիտասարդությունն է կյանքի կրողը, կյանքի տերը եւ ապագայի կերտողը եւ բնականաբար կյանքի կրողը չի կարող վախ ունենալ, չի վախենում երիտասարդությունը, պարզապես ձեզանից չի վախենում, ձեզ ոչ մի բանի տեղ չի դնում, անելու է իր գործը, այս կամ այն ձևով անելու է եւ ավարտին է հասցնելու։